Ժան-Ժակ Ռուսոյի հասարակական դաշինքի մասին կամ քաղաքական իրավունքի սկզբունքները գլխավոր տրակտատը ոչ միայն ձևավորեց քաղաքական փիլիսոփայության նոր լեզու, այլև դարձավ հեղափոխությունների հիմք։ Դրա գաղափարները ոգեշնչեցին ֆրանսիական մեծ հեղափոխությունը, հռչակելով ազատության, հավասարության և եղբայրության գաղափարները։ Զարմանալի չէ, որ մահվանից տարիներ անց ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակահատվածում Ռուսոյի աճյունը տեղափոխվեց Փարիզի Պանթեոն և հանգրվանեց Վոլտերի շիրիմի հարևանությամբ։ Այս գիրքը մինչ օրս էլ ազդում է պետության, ազատության և ժողովրդավարության մասին մեր պատկերացումների վրա։ Գիրքը ծնվել է Ռուսոյին տանջող այն հարցադրումից, թե ինչպես կարելի է ստեղծել հասարակություն, որը չի ոչնչացնի մարդու բնածին ազատությունը։ 1762 թվականին հրատարակված հասարակական դաշինքի մասին գրքի առաջին նախադասությունը վաղուց անջատվել է տեքստից և իր կյանքով է ապրում։ Մարդը ծնվում է ազատ, չնայած դրան նա ամենուրեք շղթաների մեջ է։ Հենց այս հակասությունն է Ռուսոյին մղում հասկանալու, ինչպես է ստացվում, որ ազատ ծնված մարդիկ ինքնակամ ենթակա են դառնում պետությանը, օրենքներին կամ իշխանությանը։ Եվ ամենահետաքրքիրը, ինչ կապ կա օրենքին մեր ինքնակամ ենթարկվելու և ազատ լինելու միջև։ Միգուցե հենց ենթարկվելն է ազատությունը։ Ռուսոյի գաղափարը պարզ է։ Մարդիկ, որոնք ապրում են միասին, պետք է համաձայնության գան, դառնալու մի ամբողջություն, քաղաքական մարմին, որը կունենա ընդհանուր նպատակներ և օրենքներ։ Այսպես է ձևավորվում պետությունը, որպես մարդկանց փոխադարձ համաձայնություն, ոչ թե իշխանավորի կամ Աստծո կամք։ Բերվում է ընտանիքի օրինակը։ Ընտանիքում երեխաները հորը կապված են այնքան ժամանակ, քանի դեռ նրա կարիքն ունեն ինքնապահպանման համար։ Ի դեպ, օրինաչափ է, որ միայն հոր մասին է նշվում, քանի որ Ռուսոյի ժամանակներում հայրն էր համարվում ընտանիքի կերակրողն ու կարևոր հարցերի տնօրինողը։ Հենց վերանում է գոյատևման հրամայականը, բնական կապերը քանդվում են։ Երեխաներն արդեն ազատ են հորը ենթարկվելու պահանջից, հայրն էլ ազատ է նրանց խնամելու պարտականությունից։ Եվ եթե նրանք շարունակում են ապրել միասին, մի հարկի տակ, դա արդեն կամավորության սկզբունքով է, այսինքն փոխհամաձայնության շնորհիվ։ Հասարակական դաշինքը լուծում է հետևյալ խնդիրը. գտնել միության այնպիսի ձև, որը միահամուռ ուժերով կպաշտպանի և կպահպանի յուրաքանչյուր մասնակցի ունեցվածքը, և որտեղ յուրաքանչյուր անհատ բոլորին միանալով միայն ինքն իրեն կենթարկվի, բայց միևնույն ժամանակ կմնա նույնքան ազատ, որքան նախկինում էր։ Հասարակական դաշինքի կամ որ նույնն է պայմանագրի կամ համաձայնության շրջանակում յուրաքանչյուր մարդ հրաժարվում է իր որոշ անձնական ազատություններից, փոխարենը ստանալով ավելի մեծ քաղաքացիական ազատություն։ Հանրային պայմանագրի գաղափարն առանցքային է նաև Թոմաս Հոբսի քաղաքական փիլիսոփայության մեջ։ Նմանություններով հանդերձ այս փիլիսոփաների հայացքները տարամիտվում են որոշ հարցերում։ Հոբսի համար մարդու բնությունն ագրեսիվ ու մրցակցային է։ Մարդկանց բնական վիճակը պայքարն է, պատերազմը։ Իսկ լավագույնը ուժեղ և կենտրոնացված իշխանությունն է, որ կզսպի քաոսն ու մարդկային բնազդները։ Ռուսոյի հայացքն ավելի լավատեսական է մարդու համեմատաբար բարի և համագործակցող բնույթի վերաբերյալ։ Այսպիսով, հասարակական դաշինքը բնական վիճակի Հակոտնյանն է կամ ժխտումը։ Մարդկանց բնական վիճակը նման է վայրի բնությանը, որտեղ բոլորը բոլորի դեմ պայքար է ընթանում կամ մարդը մարդուն գայլ է, ինչպես հնում ձևակերպել էր հռոմեացի դրամատուրգ Տիտոս Պլավտուսը և ում հետ շուրջ 2000 տարի անց համաձայնել էր փիլիսոփա Թոմաս Հոբսը, այդ արտահայտությանը երկրորդ կյանք տալով։ Բնական կամ սկզբնական վիճակում ոչ ոք պաշտպանված ու ապահով չէ։ Ինչ ունես, հաջորդ պահին կարող ես հեշտությամբ կորցնել։ Կխլեն կյանքդ, ունեցվածքդ, ազատությունդ։ Այս իմաստով դաշինք համաձայնությունը ապահով խաղի կանոններ սահմանելու փորձ է։ Կորցնելով իր բնական ազատությունը, փոխարենը մարդը ստանում է քաղաքացիական ազատություն։ Նաև ձեռք է բերում իր ունեցածի նկատմամբ սեփականության իրավունք։ Բնական վիճակում միայն ֆիզիկական ուժին ապավինելով մարդը ստիպված էր իր տնօրինած գույքը կամ հողը անդադար պաշտպանել ոտնձգություններից։ Այժմ թե նրա իրավունքը, թե յուրաքանչյուրի իրավունքը փոխադարձաբար ճանաչված ու երաշխավորված է ընդհանուրի կողմից։ Իսկ առանց այդ երաշխիքի, առանց փոխադարձ ճանաչման չկա ապահովություն ու պաշտպանվածություն, հետևաբար իրական ազատություն էլ չկա։ Ավելի պարզ ասած, շահավետ փոխանակում է տեղի ունենում։ Անորոշ ու անապահով գոյությունը փոխարինվում է ավելի լավով ու անվտանգով, բնական անկախությունը սեփական անվտանգությամբ, և
Սեփական ուժը, որն ուրիշները կարող են ֆիզիկապես հաղթահարել, փոխարինվում է իրավունքով։ Բնական վիճակից անցումը քաղաքացիականին մարդկանց գործողություններին բարոյական բնույթ է տալիս։ Պարտքի զգացումը գերակայում է ֆիզիկական մղումներին, իրավունքը ցանկություններին, գիտակցությունը բնազդներին։ Բնության կողմից ստեղծված մարդկանց ֆիզիկական անհավասարությունը փոխարինվում է բարոյական եւ օրինական հավասարությամբ։ Մարդիկ ուժով ու խելքով անհավասար լինելով հավասար են դառնում համաձայնության եւ իրավունքի ուժով։ Ռուսոյի մոտեցումը կարելի է մեկնաբանել նաեւ որպես քաղաքակրթական տեսություն։ Ըստ նրա, որքան ավելի շատ են բնական ուժերը ոչնչացված, այնքան ավելի նշանակալից եւ հաստատուն են ձեռք բերված ուժերը, այնքան ավելի ամուր եւ կատարյալ են մարդկանց ստեղծած հաստատությունները կամ որ նույնն է ինստիտուտները։ Լավագույն դրությունն այն է, ըստ Ռուսոյի, երբ յուրաքանչյուր քաղաքացի ինքնուրույն ոչինչ չի կարող այլ կերպ անել, քան մնացած բոլորի միջնորդությամբ։ Այսպիսով, մարդկանց եւ նրանց հարաբերությունների բնական վիճակը Ռուսոն տեսնում է որպես քաղաքակրթվելու ճանապարհի խոչընդոտ, արգահատելի մի բան, որ պետք է հաղթահարել հիմնովին եւ շուտապույտ։ Բնական վիճակից կտրված մարդն արդեն կախված է ընդհանուրի կամքից ու աջակցությունից, նախկին ինքնաբավ ու անկախ գազանը չէ։ Բայց քաղաքակրթության այլ ուղի չկա, քան բնական վիճակից պոկվելը։ Սկզբում խոսեցինք ենթարկվելու եւ ազատության տարօրինակ կապակցվածության մասին։ Բացատրությունը բավական պարզ է։ Երբ օրենքն արտահայտում է ընդհանուր կամքը, ենթարկվել այդ օրենքին նշանակում է ենթարկվել ինքդ քեզ։ Ենթարկվել ոչ թե խորթ, օտար ու ճնշող մի բանի, այլ քո իսկ սահմանած օրենքներին։ Ենթարկվելով օրենքին մարդը պաշտպանվածություն է ձեռք բերում, ապահովություն ու երաշխիքներ իր ուզածն իրագործելու համար։ Հասարակական դաշինքի կամ պայմանագրի էությունը հետևյալն է։ Մեզնից յուրաքանչյուրն իր անձը եւ ողջ ուժը տալիս է ընդհանուր կամքի գերագույն ղեկավարությանը, եւ մենք բոլորս յուրաքանչյուր անդամին ընդունում ենք որպես ամբողջի անբաժան մաս։ Պայմանագրային հարաբերությունների շնորհիվ ստեղծվում է բարոյական եւ կոլեկտիվ ամբողջություն, հանրապետություն կամ քաղաքական մարմին, որին իր անդամներն ասում են պետություն, երբ այն պասիվ է, եւ գերիշխան, երբ այն ակտիվ է։ Բնականից հասարակական քաղաքացիական վիճակին անցման թեման միայն Ռուսոյի հետազոտության մենաշնորհը չէ։ Այն բազմաթիվ մտածողների միտքն է զբաղեցրել։ Սոցիոլոգ Էմիլ Դյուրքհեյմը նկարագրում է համերաշխության երկու տեսակ՝ մեխանիկական եւ օրգանական։ Մեխանիկական համերաշխությունը բնորոշ է ավանդական, պարզ կառուցվածքով հասարակություններին։ Դրանցում մարդիկ ապրում են միանման եւ համայնքային կյանքով, ունեն ընդհանուր հավատալիքներ ու արժեքներ, զգում են իրենց ընդհանրությունն ու հետամուտ են համայնքային նորմերի խախտումները խստորեն վերահսկելու հարցում։ Արդյունաբերական, հիմնականում քաղաքաբնակ հասարակություններին բնորոշ է օրգանական համերաշխությունը։ Այստեղ հասարակական կառուցվածքը բարդ է, կան բազմազան խավեր ու հանրային շերտեր, որոնց շահերն ու արժեքներն էլ տարբեր են, հաճախ հակադրվող։ Այդ դեպքում ի՞նչն է մարդկանց միավորում։ Աշխատանքի բաժանումն ու տնտեսական շահերը։ Յուրաքանչյուրն ունի իր մասնագիտությունը, որով ծառայում է եւ օգտակար է հանրային ամբողջին։ Մյուս կողմից ինքն էլ փոխանակման միջոցով օգտվում է մյուսների աշխատանքի արդյունքից։ Այսպիսով համերաշխության մեխանիկական տիպը պայմանավորված է մարդու ծագմամբ, որոշակի խմբի, համայնքի պատկանելությամբ, ընդհանուր ինքնությամբ, նաեւ խմբային ճնշմամբ ու վերահսկողությամբ։ Մինչդեռ օրգանական համերաշխության զգացումը ձևավորվում է փոխադարձ կապերի ու շահերի համադրման եւ համագործակցության միջոցով։ Ժամանակակից բարդ հասարակություններում մարդիկ ստիպված են հարաբերվել իրենցից տարբերվողների հետ եւ ինչ որ կերպ համաձայնության գալ նրանց հետ։ Դյուրքհեյմի ժամանակակից գերմանացի սոցիոլոգ Ֆերդինանդ Թյոնիսի տեսությունն էլ բավական նման է քննարկվածին։ Նրա մշակած երկու կատեգորիաներն են Գեմայնշաֆտը, համայնքը, եւ Գեզելշաֆտը, հասարակությունը։ Գեմայնշաֆտում ավանդական կամ համայնքային հասարակություններում մարդկանց միջև սերտ, անձնական, զգացմունքային կապեր կան։ Մինչդեռ Գեզելշաֆտում, արդիական հասարակություններում հարաբերությունները դառնում են ռացիոնալ, պայմանագրային ու հաշվարկված։ Գեմայնշաֆտում կարևոր են պատկանելության զգացումը, փոխօգնությունը, բարեկամությունն ու ընդհանուր մշակույթը։ Մարդը համայնքի անբաժան մասնիկն է։ Սրանից տարբերվող Գեզելշաֆտում գերակայում են պաշտոնական ինստիտուտները, իրավական համակարգը, շուկան, պայմանագրային հարաբերությունները։ Մարդիկ կապված են ոչ թե անձնական, ընտանեկան փոխհարաբերություններով, այլ
աշխատանքի բաժանմամբ ու համընկնող շահերով։ Կրկին, ինչպես Դյուրքհեյմի մոտեցման պարագայում կարևորվում է համաձայնության ձեռքբերումը։ Դյուրքհեյմի, Թյոնիսի եւ այլ հեղինակների գաղափարների ուսումնասիրությունը կարևոր է Ժան-Ժակ Ռուսոյի մոտեցումն ընդհանուր ու լայն հարացույցի մեջ տեսնելու համար, այն է մարդկային հարաբերությունների զարգացումը բնականից դեպի հասարակականը, քաղաքացիականը, ինչը ենթադրում է անմիջականության, բնականության եւ ինքնության որոշակի կորուստ, սակայն փոխարենը նոր օգուտներ է տալիս, ինստիտուտներ եւ իրավունքի վրա հիմնված պայմանագրային հարաբերություններ։ Ռուսոյի ներմուծած նոր հասկացությունը, ընդհանուր կամքը հարկավոր է տարբերել բոլորի կամ շատերի կամքից, ինչը պարզապես մարդկանց մասնավոր շահերի հանրագումարն է, ինչպես մեխանիկական մի գումար։ Մինչդեռ իրական ընդհանուր կամքը ներկայացնում է ընդհանուր շահերը։ Ռուսոն նշում է, որ ընդհանուր կամքը միշտ արդարացի եւ իրավացի, ձգտում է հասարակական բարօրության, ոչ թե մասնավոր շահերին։ Ընդհանուր կամքը գերագույն ու աներկբա շահն է, բացարձակ անսխալականությունը, բացարձակ բարիքը, այն միշտ հաստատուն է, անփոփոխ եւ մաքուր։ Ռուսոն գրում է. ժողովներում որքան շատ է տիրում համաձայնությունը, այսինքն որքան կարծիքները մոտենում են միաձայնությանը, այնքան ավելի շատ է իշխում ընդհանուրի կամքը, սակայն երկար վիճաբանությունները, տարաձայնությունները, խժդժությունները մատնանշում են մասնավոր շահերի գերակշռության մասին։ Ռուսոյի իդեալը հովվերգական այն պատկերն է, երբ ծառի տակ հավաքված գյուղացիները առանց վեճերի ու խարդախությունների միակամ ու իմաստուն կերպով իրենց փոքր պետության հարցերն են լուծում։ Ռուսոյի մեկնաբանությամբ ընդհանուր կամքը հնչում է ինչպես Բերլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը Հերբերտ ֆոն Կարայանի ձեռքի ներքո, աներկբա ու միանշանակ։ Կարայանը կասկածի ու տատանվելու տեղ չի թողնում, Դվորժակն ու Բեթհովենը միանշանակ են հնչում։ Կարայանը կարծես ընդհանուր կամքի պատգամաբերն է, որ հստակ գիտի, թե ինչ ուղերձ են հղում Բեթհովենն ու Դվորժակը։ Ռուսոյի ժամանակների համար առաջադեմ ու միգուցե օգտավետ լինելով ընդհանուր կամքի գաղափարը մեր օրերում խնդրահարույց մեկնաբանության կարող է արժանանալ, ծառայեցվելով ամբողջապաշտությանն ու ամբողջատիրության հաստատմանը։ Նախորդ հանդիպումներից մեկում «Ինչ է պոպուլիզմը» գրքի մասին խոսելով նշել ենք, որ պոպուլիստներն այնպես են ներկայացնում, թե իբր ժողովուրդը կարող է մշակել եւ ունենալ միասնական դատողություն, միասնական կամք եւ միասնական մանդատ։ Պոպուլիստներին նյարդայնացնում է ուրիշը, որը դուրս է իսկական ժողովրդի հավաքական կերպարից։ Երբ այդ ուրիշները, տարբերվողները շատ են եւ ձայն ունեն, վտանգվում է պոպուլիզմի հիմքը։ Հավատն առ այն, թե իբր կա ժողովրդի մի խորհրդավոր էություն, միաձայն, միադեմ եւ միահամուռ։ Ընդհանուր կամքի վերաբերյալ Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներն իսկապես նման են ժամանակակից պոպուլիզմի այս շահարկումներին, իբր միահամուռ ու իբր միաձայն ժողովրդի մասին։ Երբ իմ կարծիքին հակառակ կարծիքը հաղթում է, ապա դա միայն ապացուցում է, որ ես սխալվել եմ եւ այն, ինչ ես համարում եի ընդհանուրի կամք, իրականում այդպես չէր։ Ստացվում է, որ այդ վերացական ընդհանուր կամքը միշտ հետին թվով արդարացում է գտնում իրենից դուրս թողնելով, վռնդելով անհատական կարծիքներն ու բանավեճերը։ Եթե ինչ-որ մեկն ունի տարբերվող կարծիք, դա մոլորություն է, սխալմունք, չէ՞ որ ընդհանուր կամքն անսխալական է, անփոփոխ, սրբազան մի բան։ Շեղումներն ու կասկածները դրանում տեղ չունեն։ Պարզ է, որ ընդհանուր կամքի այս տեսակ սրբադասումը կարդարացնի անհատի իրավունքների զոհաբերումն ու ազատ խոսքի ճնշումը։ Բացի այդ, ընդհանուր կամքի քննախույս հետազոտման ու գնահատման վստահելի որևէ չափանիշ չկա։ Ինչպես իմանալ, այս կոնկրետ որոշումն ընդհանուր կամքի դրսևորում է, թե ասենք պատահականության արդյունք, կամ ձեռք է բերվել մարդկանց մոլորեցնելով։ Հետաքրքիր է, որ հենց ինքը Ռուսոն է զգուշացնում վտանգների մասին, նշելով, որ եթե իշխանությունը հայտարարի, որ իր որոշումները արտահայտում են ժողովրդի ընդհանուր կամքը, իսկ այլ կարծիքները պարզապես անտեսվեն, այդպես կարելի է արդարացնել նույնիսկ բռնապետությունը։
Ուշագրավ է օրենսդիր եւ գործադիր իշխանությունների տարանջատման Ռուսոյի հիմնավորում պահանջը։ Նա, ով իշխում է մարդկանց, չպետք է իշխի նաեւ օրենքներին եւ մյուս կողմից նա, ով իշխում է օրենքներին, չպետք է իշխի մարդկանց։ Հակառակ դեպքում օրենքները նրա կրքերի ծառան կդառնան եւ հաճախ միայն կհավերժացնեն նրա անարդարությունները, եւ նա երբեք չի կարողանա խուսափել այն բանից, որ մասնավոր շահերը չխեղաթյուրեն նրա աշխատանքի սրբությունները։ Մեջբերման վերջին բառը սրբությունները հիանալի արտահայտում է օրենսդիր գործունեության նկատմամբ Ռուսոյի խոնարհումը, ակնածանքը։ Օրենքներ ստեղծելը մարդկային գործունեության բարձրակետն է, թերևս ամենավեհ զբաղմունքը, քանի որ այն ամբասիր վարք է պահանջում օրենսդիրից։ Բարձրագույն իմաստությունից բացի նաև սեփական մասնավոր շահերից եւ մարդկային կրքերից վեր կանգնելու ունակություն, փառասիրության բացակայություն, քանի որ օրենսդիր աշխատանքի արդյունքները կարող են հաջորդ դարում ի հայտ գալ։ Մի խոսքով պետք է հաղթահարել մարդկային բնությունը կատարյալ օրենքներ մշակելու համար։ Ինչպես ինքը Ռուսոն է ձևակերպում, աստվածներ են պետք մարդկանց օրենքներ տալու համար։ Բայց վերադառնանք այն մեջբերմանը օրենսդիր գործունեության եւ կառավարման տարանջատման մասին։ Այս պարզ ու ակնհայտ թվացող սկզբունքը մոռացված, անտեսված է հիմա։ Հատկապես պարլամենտական համակարգում մեզ համար սովորական է դարձել միևնույն ուժի իշխող կուսակցության կողմից թե օրենսդիր հարցերում որոշիչ ձայն ունենալը, թե գործադիր կառավարման ստանձնումը։ Իշխանությունը սահմանում է օրենքներ, որ հենց ինքն էլ իրագործում, կյանքի է կոչում։ Ռուսոյի համար սա ընդհանուր կամքի խաթարման նշան կլիներ կամ այլասերում։ Ոչինչ ավելի վտանգավոր չէ, որքան մասնավոր շահերի ազդեցությունը հասարակական գործերի վրա, իսկ կառավարության կողմից թույլատրված օրենքների չարաշահումն ավելի պակաս չարիք է, քան օրենսդրի այլասերումը, ինչը մասնավոր հետաքրքրությունների անխուսափելի հետևանքն է։ Կառավարության չարաշահումների կամ ժամանակակից բնորոշմամբ կոռումպացվածության նկատմամբ որոշ ներողամտություն թույլատրելի է ըստ Ռուսոյի, բայց օրենսդիրի կոռումպացվածությունը, այսինքն մասնավոր շահերի ազդեցությամբ օրենքներ ստեղծելը աններելի է եւ այլասերում է։ Ժան-Ժակ Ռուսոյի իդեալը հունական քաղաքներն են, որոնք օրենքների հաստատումը երբեմն վստահում էին օտարերկրացիներին։ Օտարերկրացին մեկն է, որ այդ երկրում սեփական մասնավոր շահերը չի հետապնդում։ Ցավոք, հին Հունաստանի այս փորձը ժամանակակից աշխարհում կիրառելի չէ։ Դժվար թե հիմա գտնենք անկողմնակալ ու անշահ օտարերկրացու, որ մեզ համար օրենքներ կսահմանի։ Վերջապես, ազգի տարիքն էլ պակաս նշանակություն չունի։ Ժողովուրդների եւ մարդկանց մեծ մասը խոնարհ են միայն պատանեկության շրջանում։ Ծերանալիս նրանք անուղղելի են դառնում։ Երբ սովորույթները հաստատված են եւ նախապաշարմունքներն արմատավորված, վտանգավոր եւ անօգուտ նախաձեռնություն է դրանք վերափոխելը։ Հիմար եւ վախկոտ այն հիվանդների նման, ովքեր միայն բժիշկ տեսնելիս դողում են, ժողովուրդն իր վերքերին նույնիսկ դիպչելը տանել չի կարողանում, նույնիսկ դրանք ոչնչացնելու նպատակով։ Դատավճռի պես է հնչում։ Լավ օրենքները կարծես երիտասարդ ժողովուրդների համար են, ոչ թե տարիքն առած ազգերի։ Յուրօրինակ է կառավարման ձևերի տարբերակման Ռուսոյի կիրառած սկզբունքը։ Երբ կառավարության գործառույթները դրված են ժողովրդի վրա այնպես, որ ավելի շատ քաղաքացի աստիճանավորներ կան, քան սովորական մասնավոր քաղաքացիներ, սա ժողովրդավարությունն է։ Փոքրաթիվ աստիճանավորների կամ պաշտոնյաների դեպքում արիստոկրատական կառավարման հետ գործ ունենք։ Իսկ երբ կառավարությունը մեկ պաշտոնատար անձի ձեռքերում է, որից էլ իրենց իշխանությունն են ստանում մյուս աստիճանավորները, սա էլ արդեն միապետությունն է կամ թագավորական կառավարությունը։ Ռուսոյի դասակարգումն անսովոր է նրանով, որ պաշտոնյաների եւ նման գործառույթ ունեցող քաղաքացիների թվաքանակների համամասնությամբ է որոշում կառավարման ձևը։ Ժողովրդավարությունը կապվում է ոչ թե ազատ ընտրությունների եւ ժողովրդի ազատ կամ արտահայտման հետ, ինչը մեզ սովոր մեկնաբանությունն է, այլ կառավարիչների բազմաքանակության հետ։ Որքան կառավարչական գործառույթները ցրված են տարբեր իրականացնողների միջև եւ որքան նրանց թիվը մեծ է, այնքան ժողովրդավարություն է։ Այսինքն բառացի մեկնաբանություն կա։ Ժողովրդավարությունը որպես հենց ժողովրդի կողմից իրականացվող ուղիղ կառավարում, ինչն իհարկե հիշեցնում է աթենական դեմոկրատիան։ Ժողովրդավարության այս մեկնաբանությունը ելակետ ընդունելով Ռուսոն հետևյալ պարզ բանաձևն է դուրս բերում։ Ժողովրդավարական կառավարումը հատուկ է ոչ մեծ, արիստոկրատականը միջին, իսկ միապետականը մեծ պետություններին։ Ընդարձակ տարածք զբաղեցնող մեծաքանակ ու բազմազան ժողովուրդ ունեցող երկրներում ժողովրդավարական կառավարումը գրեթե անհնար է։ Հաճախ կարելի է լսել, որ Ռուսոյի գաղափարները ժողովրդավարական համակարգի զարգացումն են ոգեշնչել, սակայն
ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ Ժողովրդավարություն ունենալու համար Ռուսոն մի շարք պայմաններ է առաջ քաշում, նշելով, թե որքան դժվար է համակցել այդ բոլոր հանգամանքները։ Օրինակ, առաջին պայմանը՝ պետք է, որ պետությունը շատ փոքր լինի, որպեսզի հեշտ լինի հավաքել ժողովրդին, եւ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հեշտությամբ ճանաչի մյուս բոլոր քաղաքացիներին։ Սա մեզ նորից տանում է հնագույն դեմոկրատիայի ժամանակները, երբ իրապես հնարավոր էր, որ Հռոմի քաղաքացիները հավաքվեին Մարսյան դաշտում կամ Հռոմի հրապարակում եւ համատեղ հարցեր վճռեին։ Այդպիսի ժողովրդավարությունը շոշափելի կամ պատկերավոր ասած մարմնական բնույթ ունի։ Այն կախված է ժողովրդի իրապես, ֆիզիկապես հավաքվելուց։ Ռուսոն հավատում է դրան եւ անթաքույց հիացմունքով է խոսում Հռոմի հանրապետության մասին։ Միայն Հռոմում 400,000 քաղաքացի կար, նկատի են առնվում զենք կրելու ունակ տղամարդիկ։ Քաղաքացիների շարքին չէին դասվում կանայք եւ երեխաները, հպատակները, ստրուկներն ու օտարերկրացիները։ Իսկ հռոմեական կայսրության քաղաքացիների թիվը մոտ 4 միլիոն էր։ Եվ նույնիսկ այս պարագայում մեծ դժվարություններ հաղթահարելով նրանք հավաքվում էին ինքնիշխանություն ու կառավարում իրագործելու։ Ժողովրդավարության երկրորդ պայմանը բարքերի պարզունակությունն է։ Այսինքն, որ դժվար լուծվող վեճեր չլինեն եւ քննարկվող հարցերն ու գործերը չկուտակվեն։ Մյուսը, երրորդը, ըստ դիրքի եւ գույքային վիճակի մարդկանց հավասարությունն է, որովհետեւ առանց դրա մարդկանց մի մասը ժամանակի ընթացքում պարզապես կգնի մյուսների իրավունքները, օգտվելով նրանց անապահով թշվառ վիճակից։ Ժողովրդավարության վերջին 4-րդ պայմանն էլ Ռուսոյի ձևակերպմամբ ճոխության բացակայությունն է, քանի որ այն փչացնում է թե հարուստին, թե աղքատին։ Հարուստը ձգտում է ճոխ ապրել, իսկ աղքատը նախանձում է նրա փափուկ ու անհոգ կյանքին։ Ժամանակակից սպառողական հասարակություններում, որտեղ կոմֆորտն այդքան կարևոր է, այս 4-րդ պայմանը կարծես առաջիններից մեկն է ոտնահարվում։ Այս 4 նախապայմանները ցույց են տալիս, որ ժողովրդավարության հնարավորության կամ հավանականության հարցում Ռուսոն այդքան էլ լավատես չէ։ Իսկ այն, ինչ մենք հիմա ժողովրդավարություն ենք կոչում, նա վստահաբար կվիճարկեր։ Եվ հատկապես սուր կքննադատեր ժամանակակից ներկայացուցչական ժողովրդավարությունը, որ ընտրվող ներկայացուցիչների, падգամավորների կերպարով է ներկայանում։ Ժան-Ժակ Ռուսոն կամահրանքով է խոսում ներկայացուցչական ժողովրդավարության մասին, նշելով, որ ընդհանուր կամքը չի կարող ներկայացվել։ Ձգտելով փափկասուն կյանքի, տարվելով ընտանեկան հոգսերով կամ փող աշխատելով, մարդիկ նախընտրում են անձամբ հանրային գործերով զբաղվելու փոխարեն ընտրել իրենց պատվիրակների, բայց Ռուսոյի դատավճիռն աներկբա ու խիստ է։ Եթե ժողովուրդն իր համար ներկայացուցիչներ է նշանակում, նա արդեն ազատ չէ որպես ժողովուրդ, նա արդեն գոյություն չունի։ Ի վերջո, կառավարման 3 ձևերից՝ ժողովրդավարություն, միապետություն եւ արիստոկրատիա, որն է Ռուսոն համարում լավագույնը եւ ինչու։ Պատասխանը կարելի է գտնել գրքում։ Ուժն է ծնում իրավունք ասույթը հայ իրականության մեջ զուգորդվում է Գարեգին Նժդեհի անվան հետ, ում աշխատություններում էլ հանդիպում ենք այն։ Իհարկե, այս պնդման արմատները հին են եւ ձգվում են հնագույն փիլիսոփաներից մինչեւ մեր օրերը։ Ժան-Ժակ Ռուսոն գրքում քննարկման առարկա է դարձնում ուժն է ծնում իրավունք պնդումը, ցույց տալով դրա անհեթեթությունը։ Նա հիշեցնում է, որ իրավունքն ու պարտականությունը փոխկապակցված են։ Եթե ստիպված ես ուժին ենթարկվել, ապա անհրաժեշտություն չկա դա անելու պարտքի զգացումից ելնելով, ու եթե որևէ մեկը ստիպված չէ ենթարկվել, ուրեմն պարտավոր էլ չէ։ Այստեղից հետևում է, որ իրավունք բառը ոչինչ չի ավելացնում ուժին, տվյալ դեպքում այն բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Իսկապես, եթե ուժն է ծնում իրավունք պնդման ամբողջ իմաստն այն է, որ ուժը ստիպողաբար վերցնում է ինչ կամենում է, ապա իրավունքն այդտեղ օտար մարմին է, ավելորդ հասկացություն։ Ավելի ազնիվ կամ ճշգրիտ կլիներ ասել ուժը ծնում է իշխանություն կամ ուժեղ եղեք, այլապես վատ կլինի։ Գրքի մի այլ հատվածում նշվում է. Միթե պարզ չէ, որ մենք որևէ պարտավորություն չունենք նրա նկատմամբ, ումից ամեն բան պահանջելու իրավունք ունենք։ Եվ միթե այդ միակ պայմանը, որը որևէ հավասարազոր փոխհատուցում չի ընդհանրում, արդեն իսկ նման գործողության անվավերության հետևանք է։ Կամքի ազատությունից լիովին զրկված մարդը, օրինակ ստրուկը, սեփական ոչինչ չունի, ոչ ունեցվածք, ոչ իրավունք, հետևաբար չի էլ կարող դրանք հանձնել ինչ-որ մեկին։ Շատ անմիտ ու դատարկ են հնչում հետևյալ խոսքերը. ես քեզ հետ համաձայնագիր եմ կնքում, որի ամբողջ ծանրությունն ընկնում է քեզ վրա, իսկ օգուտը պատկանում է ինձ։ Այս համաձայնագիրը ես կպահպանեմ այնքան, որքան դա ինձ պետք կլինի։ Ռուսոյի բերած մի պատկերավոր օրինակ էլ դիտարկենք, երբ խուլ անտառում ավազակը հարձակվում է մարդու վրա, վերջինս ուժին ենթարկվելով ստիպված է նրան հանձնել քսակը, բայց եթե կարողանա այն թաքցնել ավազակից,
Արդյոք իր խղճի առջև ինչ-որ պարտավորություն ունի ամեն դեպքում ավազակին հանձնելու քսակը։ Եթե ոչ, ապա այստեղ իրավունքի հետ գործ չունենք, այլ ատրճանակի բանեցրած ֆիզիկական գերակայության։ Այս տարածված եւ բավարար չափով քննական իմաստավորման չարժանացած ասույթը հերքելով է, որ Ռուսոն հանգում է հասարակական դաշինքի կամավոր էությանը։ Մարդկանց միջև օրինական իշխանության հիմքը ոչ թե ուժն է, այլ համաձայնությունները։ Հասարակական դաշինքի մասին գրքում Ռուսոն անդրադառնում է նաև հայերին, ավելի կոնկրետ հայերի դեմքի գույնին եւ մարմնին։ Թե ինչ է ասում, կիմանաք գիրքը կարդալով։